բարեկամի մնամ։ Ինչ խնդիրներ ունեք, ոնց եք ապրում, ձեր ապրելակերպ, ինչի կարիք ունեք, ինչ կուզեք ավելանա։ Կարճ, հիմա շատ պատկերավոր ասեցիք, ոնց եք դուք ապրում։ Էշպես, տես ինչ ապրելակերպ է։ Ինչ խնդիրներ ունեք։ Խնդիրները ջրի խնդիր ունենք, տանիքների վերանորոգման խնդիր ունենք, տանիքների խնդիր եղել է մինչև հիմիկ էլ կա, ներկադրության վիդեոներն էլ ունենք հանած, ամեն ինչ էլի կա տենց, դիմել եմ 100 անգամ դիմել եմ քաղաքապետարանով, դաժե Քոչարյանի տղուն էլ եկա, վիդեոներն էլ ամեն ինչը տեսա, բայց մինչև օրս չէ, ներկադրության որ մտնեք տուն, ես այդ տանը ապրում եմ։ Բայց ինչի է Քոչարյանի տղուն դիմել, բա իշխանություն եկել էր, իշխանություններին ում դիմենք, ինչ ասենք։ Ասենք Փաշինյանին դիմեցինք, Փաշինյանը արի ու մի ասա, եկա վստահ ասեց, այս սարերի համար կռիվ եք տալի, Փաշինյանին ինչ դիմենք։ Ինչ ասեմ, որ մեր ապրելը ստեղ է, այս գյուղումն ենք ապրում, ուրիշ տեղ չունենք հետալու։ Դե խնդրեմ, պարոն Փաշինյան, ձեզ եմ անձամբ ասում, քաղաքում տուն տվեք, գապ քաղաքում վեր ընկնեմ։ Որ մեր տունը մեր ապրելու տեղ է, սա ստիպված ստեղ պետք է ապրենք։ Բայց մեզ տտավո մի օգնություն, ժողովուրդին նենց բան ցույց տան, որ չթողնեն տները գնան։ Որ լավ չի նայում կութին, ոնց են կութի բնակիչները ընտրել վերջին ընտրություններում Փաշինյանին։ Ես իմ վերջին ընտրություններում ես կազմակերպությունները, որ եկան ասենց դպրոցների վերանորոգում, հիվանդանոցների, ճիշտն ասած, այդ մի բանը իրան, ահա, էդի իրեն շատ առաջ տարավ։ Նախկինում մի հատ բժշկական թուղթ ստանալու համար 100 տեղ ստեղից հնդե ահռելի գումարներ էինք ծախսում։ Չունենալով ահռելի գումարներ էինք ծախսում, գնում տոկոսների տակ, մինչև օրս տոկոսների տակ ճռռում ենք։ Բայց հիմա գիտեք, որ բանը, այս վերջին պատերազմից հետո թշնամին 2 կիլոմետր մտել է արդեն կութի տարած, դա ձեզ մտահոգում է, թե չէ։ Իհարկե մտահոգում է։ Վախենում եք։ Հա։ Հա, չնայած ապրում ենք, պատուհանը բացում եմ, տեղիցս հելնում եմ, բարև եմ տալիս իրանց։ Թուրքերին։ Հա։ Բարև եմ տալիս թուրքերին, որովհետև մարդ չկա, տները կա, բնակիչները դպրոցի պատճառով, հիմա էլ դպրոցներն են փակում, 2 մարդ աշխատում, 2 երեխա են այստեղ դպրոց գնում, եթե դպրոցներն էլ փակեց, այդ երեխեքը ինչ մնալու են այստեղ անգրագետ, ստիպված այդ ժողովուրդը իրենց երեխեքը վերցնելու են գնան ուրիշ տեղ, գյուղը լքվելու է։ Ու իրանք է ոտվոտ կգան։ Իրանք էլ տեղերները լենանալու է առաջ են գալու։ Որ ասում է խաղաղություն են բերել, չեք հավատում։ Ճիշտն ասած եւ հավատում եմ եւ չեմ հավատում։ Ադրբեջանցիների հետ խաղաղությանը Չի լինի։ Այն ինչ ես ինքս Կիրովաբադ Ադրբեջանից եկած եմ, Գետաշենի մոտերքից, Ազատ գյուղից եմ եկել, ինչ ես վայենտորկ աշխատելով Կիրովաբադ իմ աչքերով եմ տեսել թուրքերը ինչ են անում, անձամբ մեր, որ հայ աղջիկներ են, ենք աշխատում գործարանում, որ բժշկական ինստիտուտի ժողովուրդը հարձակվել էին մեր գործարանի վրա։ Ու գիտեին, որ այդտեղ հայեր են աշխատում, գիտեին։ Ես այդ մարդկանց հետ ոնց ապրեմ։ Չեք հավատում, որ դուր դռան ջերմ հարաբերություններ։ Ոչ, չի լոլիկ կբերենք Ադրբեջանից էժան։ Չի լինի։ Մեկը իմ տեսածը, ինչ ես իմ աչքով տեսել եմ, ես չեմ կարող ներեմ։ Մեկը անձամբ իմ տեղն եմ խոսում, ես կին արմատ չեմ ների։